Գիրքը ինչպես երեխան ծնվեց, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն այս խոսքերով է մեկնարկում իր նոր լույս տեսած գրքի շնորհանդեսը։ Տնտեսական դիվանագիտություն պատմական Հայաստանից մինչև թվայնացման դարաշրջան գիրքը մոտ 3 տասնամյակի ուսումնասիրության արդյունք է։ Հիմնական նպատակն էր բերել, գտնել այն պատմական փուլերը, շրջադարձերը, որ Հայաստանի Հանրապետությունում կապ են ունեցել այս կամ այն չափով տնտեսական դիվանագիտության հետ եւ ի հիասմունք ինձ բազմաթիվ են նման օրինակները, որոնք գալիս են եւ մեր թվարկությունից առաջ, իսկ ավելի շատ արդեն 5-րդ դար, 6-րդ, 7-րդ դար։ Գրքում օրինակ կարող եք գտնել, թե ինչ տնտեսական քաղաքականություն են որդեգրել տարբեր ժամանակաշրջանների առաջնորդներն ու ինչ արդյունքներ գրանցել։ Ամենամեծ ձեռքբերումները տնտեսական դիվանագիտության թերևս մենք ունեցել ենք Սմբատ Սպարապետի օրոք 13-րդ դարում, երբ հետում արքայի եւ մոնղոլ թաթարների խանի հետ բանակցություններ տեղի ունեցան եւ այն ժամանակահատվածում, որ ռուսական կայսրությունը Կիևյան Ռուսիան անպարտելի Ռուսաստանը 2 դար գտնվեց մոնղոլ թաթարների տիրապետության տակ, Կիլիկյան Հայաստանը ոչ միայն խուսափեց կործանումից կամ վնասներից, այլ մեծ, այսպես, ծաղկման փուլ ապրեց։ Պատմական Հայաստանից մինչև մեր օրեր հեղինակը փորձում է տեղայնացնել միջազգային փորձը, առաջարկում է պետության, մասնավորի եւ փորձագիտական հանրության գործակցության նոր ձևաչափ։ Հայաստանի Հանրապետությունը 21-րդ դարում թվայնացման դարաշրջանում արդեն կարող է եւ պետք է տնտեսական դիվանագիտության օգնությամբ նաեւ անվտանգության ճարտարապետության հիմքերը դնել տարածաշրջանում եւ հասնել պետության հզորացման եւ տնտեսության զարգացման։ Գրքի հիմնական աղբյուրը Մատենադարանի բացառիկ արժեքավոր հավաքածուներն են։ Դիվանագիտությունը սերտ կապված է քաղաքագիտության եւ տնտեսագիտության հետ։ Համոզված եմ, որ գիրքը կարող է օգտակար լինել որոշումների կայացման գործում։ Քանի տարի շարունակ նա աշխատել է այս աշխատության վրա, որը իրականում Հայաստանի Հանրապետությունում շատ սպասված է, այսինքն դիվանագիտությունը եւ տնտեսագիտությունը կապել մեկտեղել մեկ համանման թեմայի մեջ, դա շատ յուրօրինակ է։ Գրքում նաև ներկայացված են տնտեսական դիվանագիտության կայացման եւ դրա արդյունավետության բարձրացման հեռանկարները Հայաստանում։ Վրիլ Մկրտչյան, Արտակ Գևորգյան, լուրեր։